Խոսրով թագավոր Վաղարշ երկրորդի մահից հետո մեծ հայկի թագավորության արքա է հռչակվում նրա որդի Խոսրով առաջին քաջը, որը հսկայական խելքի, կազմակերպչական շնորհքի, ինչպես նաև զորավարական և դիվանագիտական ունակությունների տեր մի անձնավորություն էր։ Գահականման սկզբին անցնում է Կովկասյան լեռները, ինչի արդյունքում 207 թվականի գարնանը Խոսրով առաջին քաջի սպարապետ Աշոտ Բագրատունու և Բաբկեն Արսենու գլխավորությամբ պատժիչ արշավանքով Դերբենդի լեռնան գնացած մեծ հայկի թագավորության բանակը մոտ 110,000 Տերմեն Նամրոթի ճակատամարտում հաղթեց Փասիլական ու Ալայանական թագավորությունների միացյալ բանակին, մոտ 60,000, այդ թվում սարմատներ, խազարներ ու բուլղարներ, ինչի արդյունքում դեռ իր հոր Վաղարշ բիի մղած պատերազմը ավարտվեց։ Որպես հետևանք Ալանական, Փասիլական և Աղվանքի թագավորությունները ընդունեցին մեծ հայկի թագավորության գերիշխանությունը, իսկ սարմատներից, խազարներից, փասիլներից ու բուլղարներից էլ որպես երաշխիք կնքված հաշտության վերցվեցին պարտաններ։ Ստեղծված հայկական գերիշխանության սահմանները հյուսիսում հասան մինչև Վոլգայի հարավային հովիտ և նախակովկասյան տապաստաններ, իսկ արևելքում Կասպից ծով ու Ադրբատական։ Արդյունքում հաջորդելով հորը և ծանր պարտության մատնելով Փասիլական ու Ալանական թագավորությունների միացյալ բանակին, Խոսրով Աքաջը, որը մինչ այդ իր գերիշխանության տակ ուներ նաև Իբերիայի թագավորությունն ի դեմս այստեղ իշխող իր եղբայր Ռեևի, դաշնակցային պարտավորություններ պարտադրեց նաև Փասիլական ու Ալանական թագավորություններին, ըստ էության ստեղծելով հյուսիսային պետությունների հզոր մի համադաշնություն մեծ հայկի թագավորության գերիշխանության ներքո, պաշտպանելով քրմական դասի շահերը հալածում է քրիստոնեական համայնքներին։ 202 թվականին իր դաշնակից հռոմեական կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ միասին նրա արշավանքի ժամանակ լինում է Եգիպտոսում։